Հանրապետական ուսանողական գիտաժողովում ներկայացվում են հետազոտություններ գիտության և կրթության տարբեր ոլորտներից՝ ֆիզիկա-մաթեմատիկական, կենսաբանական, իրավաբանական, պատմական, բանասիրական, հոգեբանական, սոցիոլոգիական, արվեստագիտական, սպորտային ուղղություններով։ Ուսանողների ընտրած թեմաներն առանձնանում են արդիականությամբ և կիրառական նշանակությամբ, բացահայտելով երիտասարդ հետազոտողների հետաքրքրություններն ու մասնագիտական որոնումները։ Գիտաժողովներին մասնակցելը հիանալի եւ ձեռքբերում է, երբ որ դու մասնակցություն ես ունենում, շփում ես ունենում դասախոսների հետ, այնպիսի անձանց հետ, ովքեր ունեն մտածելակերպ, որը տարբերվում է բոլորից, այսինքն իրենց գիտական մոտեցումները ընդհանուր առմամբ։ Թեմայի խորագիրը այսպես է, ես թվային հասարակության պատասխանատու քաղաքացի եմ։ Իր մեջ ներառում է պատմական, այդ մեթոդաբանական ամեն ինչ, այնտեղ ինչ չէ նաև մեր թվային տեխնոլոգիաները, ուսուցչի դերը, ինչքան էլ ուզում է տեխնոլոգիան զարգանա, միևնույն է պետք է ուսուցչի դերը չկորի։ Ինչպես եւ կարելի էր ենթադրել, երիտասարդների գիտական հետաքրքրությունները հիմնականում արհեստական բանականության, թվային տեխնոլոգիաների եւ նորարարական լուծումներին առնչվող թեմաներ էին։ Թեև գիտաժողովն ընթանում էր 10 ուղղություններով, մասնակից ուսանողների մի մասն իրենց ուսումնասիրությունները նվիրել էին ժամանակակից տեխնոլոգիական մարտահրավերներին եւ հնարավորություններին։ Գարիկը սովորում է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ 22 տարեկան հետազոտողը գիտաժողովին ներկայացել է նորարարական եւ արդիական թեմայով։ Գաղտնագրման ալգորիթմները, ինչպիսիք են AES-ը, օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում, վճարման համակարգերում, այրերի ծախսերում, ռազմական ոլորտներում եւ դրանց խոցելիությունները գտնելը շատ մեծ եւ արդիական խնդիր է։ Մաթեմատիկական բարդ եւ խորքային վերլուծություններ պահանջող թեմային էր առնչվում Շիրակի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի բաժնի 4-րդ կուրսի ուսանող Ալլայի հետազոտությունը, որտեղ անդրադառնում է մարդու վարքագծի, շրջակա միջավայրի հետ փոխազդեցությունների եւ այդ գործընթացներում մաթեմատիկական մեթոդների կիրառությանն ու ազդեցությանը։ Մարդկային հարաբերությունները ներկա ժամանակներում դարձել են շատ դժվար, չվերլուծվող, բոլորը միմյանց հետ կոնֆլիկտներ են ունենում հիմնականում գործնական առումներով եւ այստեղ փորձեցի կապ գտնել, թե որ իրավիճակներում մարդիկ ինչ կանեն ու դրա համար էլ վերցրել եմ մի քանի օրինակներ, բիզնես, տեղեկատվական տեխնոլոգիաներ, միջազգային հարաբերություններ եւ արդեն կապ եմ հաստատել մաթեմատիկայի հետ։ Գիտաժողովը հնարավորություն է գնահատելու ուսանողների գիտական պատրաստվածությունը, բուհերում իրականացվող հետազոտական աշխատանքների մակարդակը։ Այս առումով այն ակադեմիական մրցակցության հարթակ է համարվում։ Բոլոր համալսարաններում ունենք ուսանողական գիտական ընկերություն։ Պետք է մենք գովենք այդ ընկերությանը, որը ինքը եւս մոտիվացնում է ուսանողներին։ Եվ այստեղ կասեմ, երկկողմանի է։ Այն ուսանողը, որը ցանկանում է զբաղվել գիտությամբ, ցանկանում է ինքը զեկուցում պատրաստել, ինքը կգտնի եւ ճանապարհը եւ կգտնի իր ղեկավարը։ Այստեղ ես կարևորում եմ ուսանողների դերը։ Իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում փոխվել է հատկապես վերջին տարիների ընթացքում, երբ հենց Հայաստանի Հանրապետությունում կարևորվում են եւ գնահատվում են գիտահետազոտական գործունեությունը։ Այս առումով ես կարող եմ ամրագրել, որ վիճակագրական տվյալների համաձայն վերջին տարիներին աճել է գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդների քանակը։ Ներկայացված եւ գրախոսման արդյունքում դրական եզրակացություն ստացած հոդվածները կհրապարակվեն գիտաժողովի նյութերի ժողովածուում։ Հոկտեմբերի 30-ին Շիրակի պետական համալսարանում կանցկացվի կրթության եւ գիտության արդի հիմնախնդիրները խորագրով ամենամյա միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն նաեւ արտերկրի բուհերի պրոֆեսորներ, դասախոսներ եւ հետազոտողներ։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։